Երևանի նախկին անտառային հատվածներից դրանց մասին պարբերաբար մենք հրապարակումներով հանդես ենք գալիս։ 25 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 342 միլիոն 786 հազար դրամ հայցապահանջով 55 հայց։ Կրկնեմ, սա պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում է։ Նախորդ տարիներին ներկայացված հայցերով 25 թվականին փաստացի վերականգնվել է 113 միլիոն 405 հազար դրամի վնաս։ 25 թվականի ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նաև ներկայացվել են հանցագործությունների մասին հաղորդումներ։ 25 թվականին դրանց թիվը 92-ն է, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, հիմնականում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի և պաշտոնեական այլ հանցագործությունների հատկանիշներով։ Պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում, քանի որ նաև ժամանակ ունեմ, կցանկանամ համառոտ անդրադառնալ նաև մեր երկու ստորաբաժանման, Գլխավոր դատախազությունում գործող պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից Սևանա լճի ափամերձ տարածքներում իրականացված աշխատանքներին, վստահ եմ բոլորդ տեղյակ եք և տեսել եք, որ ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքեր են առկա, փաստվում է, որ վարձակալության դեպքերը շատ փոքր տոկոս են կազմում, հիմնականում դրանք կամ հողազավթումներ են, կամ ապօրինի հողօգտագործումներ են։ 25 թվականի ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը դատախազության կողմից ստացել են միջնորդագրեր։ Միջնորդագրերից բացի դատախազությունը տեղում հենց Սևանի ափին աջակցել, ինչ-որ դեպքերում նաև հսկողություն ու վերահսկողություն է իրականացրել, որպեսզի միջնորդագրերի կատարման ընթացքը պատշաճ կերպով ապահովվի։ Բացի այդ, միջնորդագրերից բացի դատախազությունը մի շարք առանձնատների վերաբերյալ, բացի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերից, նաև պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել դատարան, վստահ եմ նույնիսկ ձեզ ծանոթ առանձնատների մասին է խոսքը, մեկը ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, որը անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր հայցով, Հարսնաքար հյուրանոցի վարչական համալիրին հարակից հատվածն է և բուն համալիրն է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, որը կրկին հայցով գտնվում է դատարանում, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, ինչպես նաև կապավոր Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է։ Այս թվարկումը, որ կա նաև հաղորդման մեջ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դատախազության կողմից կատարված աշխատանքներն է ամփոփում, նշեմ, որ այս պահի դրությամբ ևս լրացուցիչ 4 ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել 4 տարբեր անձանց պատկանող առանձնատներ, որոնց մասով ևս դատախազությունը ընդհանրապես ներկայացնում է պետական շահերի պաշտպանության հայցեր, կրկնեմ, որ այս նույն գույքերը անցնում են նաև մեր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով։ Բացի այդ, դատախազության միջնորդագրերի հիման վրա, ինչպես նշեցի, որոնց կատարմանը նաև մասնակցություն ունի դատախազությունը, 25 թվականի դեկտեմբերից մինչ օրս դատախազության միջնորդագրերի կատարման հիման վրա ափամերձ բացարձակ նիշից ցածր 34 հողամասում ապամոնտաժվել, քանդվել է 86 շենք-շինություն և ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել է 2 պայմանագիր։ Հիշեցնեմ, որ 26 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը։ Նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները վարձակալության իրավունք չեն ունեցել և չէին էլ կարող ունենալ։ 26 թվականի մարտին ապամոնտաժվել են Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը, ապամոնտաժվել են ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունն ամբողջությամբ։ Դատախազությունը 26 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ ապամոնտաժվել են ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ։ Սրանք ընդհանրապես աշխատանքներն են, որոնց վերաբերյալ տվյալները կարելի ասել ամենօրյա ռեժիմով փոփոխվում են և դրանց մասին մենք պարբերաբար հանրությանը տեղեկացնում ենք։ Պարբերաբար մենք քննադատվում ենք այս գույքերը սոցիալական նպատակներով չօգտագործելու համար և մենք յուրաքանչյուր դեպքով
առանց հոգնելու պարզաբանում ենք, որ Սևանի բացարձակ նիշից ցածր որևէ գույք լինի առանձնատուն, քոթեջ, թե որևէ այլ շինություն չի կարող որևէ մեկի սեփականության իրավունքով պատկանել։ Մի քանի պատճառներով, դրանցից առաջինը այդ տարածքի անընդհատ ջրածածկ լինելու վտանգն է եւ այդ վտանգով պայմանավորված նաեւ Սևանի էկոհամակարգի վրա ազդեցությունը։ Բացի այդ, սրանք բնապահպանական նշանակություն ունեցող գոտիներ են եւ Սևանի կենսաբազմազանության համար կարեւոր են։ Ուստի մենք որևէ մեկին, լինի սոցիալական թե ոչ սոցիալական, չեն կարող այդ գույքերը տրամադրել։ Գույքերը ապամոնտաժվում են, շինաղբը տեղում հեռացվում է Սևանի ափից։ Ամփոփելով, քանի որ շատ քիչ ժամանակ մնաց, մեր գործունեության արդյունքները 25 թվականի կցանկանայի նշել մի հանգամանք, որ 25 թվականի մարտի 14-ի կոլեգիայի նիստով եւ դրան հաջորդած գլխավոր դատախազի հրամանով սահմանվել են մարզերի եւ Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատման չափանիշները, որոնք ներառում են պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը եւ համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը, քրեական վարույթներով, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական եւ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման չափը, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը, ինչպես նաեւ նույն հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը։ Կարծում եմ ակնհայտ է, որ դատախազությունը հատ գործ տրամաբանությունից դուրս է գործում վերջին առնվազն 1 տարվա առնվազն նորմատիվ հիմքով եւ դատախազության արդյունավետությունը գնահատվում է դատարան ներկայացված գործերի որակական կողմով եւ այդ գործերի նաեւ ծանրությամբ, բազմադրվագությամբ եւ հանրային նշանակությամբ, որովհետեւ նշեցի, որ ոչ միայն քրեական վարույթներով, այլև պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթներն են հաշվի առնվում եւ մենք կարծում ենք, որ այս վիճակագրական հաշվարկի մեխանիզմը պետք է տարածվի ոչ միայն դատախազության, այլև նախաքննական մյուս մարմինների եւ դատարանների արդյունավետության գնահատման հիմքում, բացի այդ, մեր պարագայում սա նաեւ դրված է դատախազների ծառայողական առաջխաղացման գնահատման համակարգի մեջ եւ բնականաբար դատախազները մոտիվացված են նմանատիպ վարույթներով դրսեւորելու իրենց մասնագիտական կարողությունը եւ մի փոքր արձանագրում, որը կարծում եմ այս մոտեցման արդյունք է 2026 թվականի փետրվարին Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվել է մի շարք ոլորտներում հանրային կարծիքի գնահատում, դրա մեջ ներառված էր եղել նաև դատախազության աշխատանքի նկատմամբ հանրային գնահատականի վերաբերյալ տվյալների հավաքագրումը եւ մեզ համար շատ կարեւոր էր, որ դատախազության աշխատանքից 2026 թվականի փետրվարի հարցումների դրությամբ լիովին գոհ եւ ավելի շուտ գոհ է քաղաքացիների 43%-ը։ Նախորդ հարցման համեմատությամբ, որը կատարվել էր մոտ 1 տարի առաջ, այս ցուցանիշը աճ է արձանագրել մոտ 6%-ով։ Մենք կարծում ենք, որ սա ի թիվս այլնի արդյունքահեն աշխատանքի հետևանք է, որովհետև վարչական շրջաններում եւ մարզերում հատկապես փոքր բնակավայրերում կարծում եմ բնակության համար